քննարկում ենք հարց համար 22-ը ընտանիքի անապահովության գնահատման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն ենք ներկայացնում ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները երկու կառավարության որոշմամբ փոփոխելու հարցը։ Դուք գիտեք, որ մենք երկար տարիներ ունեցել ենք այսպես կոչված Փարոս համակարգը, պարոն վարչապետ, եւ անցյալ տարվա ապրիլից մեկ նոր համակարգ ենք ներդրել երկու մարզերում, Կոտայքի եւ Սյունիքի, որը փորձնական ենք ներդրել եւ այս որոշումներով այդ փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն են ըստ էության տալիս եւ ընդհանուր առմամբ այս նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն հուլիսի 1-ից սկսած արդեն բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում համակարգում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումը իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզում։ Այդ մեկ տարի եւ մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, որոնք ի սկզբանե կանխատեսված չէին եղել, որոշակի տեխնիկական հարցեր էին ի հայտ եկել եւ մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ տեղեկացնել, որ այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Որպեսզի թվերով ներկայացնեմ, թե մենք ինչ տվյալներ ենք ունեցել, պարոն վարչապետ, 2017 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների հրապարակած թվերով ազգային վիճակագրական ծառայության, մենք գիտենք, որ վերջի տարիներին այդ ցուցանիշը իջել է, ինչպես նաև մենք տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ նույն գործազրկության թվերի անկում, միջին աշխատավարձի բարձրացում, աշխատատեղերի թվի բարձրացում, այսինքն բոլորը խոսում են նույն process-ի մասին։ Մի երկու թիվ էլ ներկայացնեմ հին համակարգի եւ նոր համակարգի վճարվող նպաստների չափի, պարոն վարչապետ, որտեղ թեև մենք ասում էինք, որ շատ քաղաքացիներ ձգտում են մնալ այդ Փարոս համակարգում, բայց այնուամենայնիվ այնտեղ միջին նպաստի չափը ընդամենը 29,000 դրամ էր, այսինքն զուտ ֆինանսական առումով այն որևէ լուրջ աջակցություն չէր տալիս ընտանիքներին, ի հակադրություն նոր համակարգի, որտեղ նաև նպաստի չափն է կարիքի հիման վրա որոշվում, այսինքն ընտանիքի չափից կախված, ընտանիքի անդամների տարբեր կարգավիճակներից, տարիք, հաշմանդամություն, այլ կարգավիճակներ եւ միջինը այս պահի դրությամբ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 86,870 դրամ է, մոտ 87,000 դրամ, որը էականորեն կարող է բարելավել ընտանիքի վիճակը եւ ունենք նաեւ առավելագույն չափ էլի կախված ընտանիքի կառուցվածքից մինչեւ 280,000 դրամ նպաստ ստացող ընտանիքներ ունենք, բայց նորից եմ կրկնում համակարգի ամբողջ իմաստը եւ նպատակը այս մեր քաղաքացիներին այս վիճակից դուրս բերելն է, որպեսզի ինչ որ մի պահի նրանք այլևս կարիք չունենան նպաստ ստանալու եւ իրենց կենսագործունեությունը ապահովեն սեփական աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ, իհարկե կլինեն վստահաբար շատ փոքրաթիվ քաղաքացիներ, որոնց կարիք կլինի ավելի շարունակաբար աջակցել, բայց նպատակը դրանից իհարկե չի փոխվում։ Մենք շատ ինտենսիվ այս ընթացքում իհարկե աշխատել ենք մեր մյուս նաև գործընկերների հետ, այդտեղ թվային տեխնոլոգիաներ են օգտագործում, պարոն վարչապետ, այս համակարգը գործարկելու համար մենք տարբեր բազաներից ինֆորմացիաներ ենք կարդում, ՊԵԿ-ի բազաներից, իհարկե բնակչության պետական ռեգիստրից, այսինքն ինքը նաև թվային փոխակերպման տրամաբանության մեջ է շատ կարևոր, մինիմալի է հասցված թղթային որևէ շարժ, շատ փոքր դեպքեր ունենք, որ կարող է հավելյալ կարիք լինի ինչ-որ բան ներկայացնել, որը մենք հաշվի կառնենք, ասենք օրինակ
տարբեր հանգամանք, որը ոչ մի կերպ էսպային թվայնացված չէ, բայց դրանց թվայնացմանը զուգընթաց դա էլ ամբողջությամբ կվերանա, նույնիսկ դիմումը թվային է, այսինքն ոչ մեկ ոչ միտեղ գալու կարիք չունի։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այդ բարեփոխումը, որի մասին պարոն Թորոսյանը նշեց, այսինքն անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել եւ չենք կանգնեցրել այդ գործընթացը, որովհետեւ այս բարեփոխումը ունի շատ կարեւոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն, որովհետեւ մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք եւ համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ, որն է կյանքի միջին վիճակագրական մոդել։ Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Մարդու անձնական պատասխանատվությունն է, եւ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը որ նա տեսնի այն փիրուզագույն ցուցանակն է, որի վրա գրած է լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Եվ այսինքն մարդու առաջին պատասխանատվությունը հանրության եւ պետության առաջ ինքը իր կարիքները հոգալն է։ Այլ բան, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առանցքում դնում է նաեւ մեկ այլ բանաձև, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև քան կրթությունն է գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։